Այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։ Առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ բոլոր այս ամենից բխող հետևանքներով։ Իրազեկում էինք իրականացնում հոկտեմբերի 2007 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքի վերաբերյալ եւ արդյունքում մեզ ուժի գործադրման բերման ենթարկեցին ոստիկանություն։ Ձեռագրի առումով այս ժամանակվանից պարզ էր, թե ինչպիսի քաղաքական շրջափուլ ենք մտնում։ Ոստիկանության բաժնում երևի մնացել ենք մինչև կեսգիշեր կամ մի քիչ պակաս։ Այդ այն հայտնի օրն էր, երբ Տեր-Պետրոսյանը եկավ ոստիկանության բաժին եւ մեզ ստորագրությամբ ազատ արձակեց։ Մեզ պատանդի կարգավիճակով պահել պիտի չկարողանան մեր ընտանիքները, մեր բարեկամները, եթե ուզում են ինչ-որ բան անեն, պետք է դուրս գան փողոց եւ պայքարեն։ Այն ժամանակ շատ արտառոց դեպքեր կային։ Ես հիշում եմ օրինակ մի դրվագ, որ ընտրությունների օրը պարզապես ավտոբուս ենք մի ամբողջ ընտրակեղծարարների կանգնացրել, ուղարկել ոստիկանություն, հա, բնականաբար ոչ մի հետևանք չեղավ։ Հիշում եմ, որ մեր նախընտրական շտաբը հրկիզվեց, հա, պլակատները վրայի հրկիզվեցին։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտարակ ընտրություններ։ Այդ ընտրական process-ը սկսվել է այն պատճառով, թե ինչա տեղի ունեցել ընտրությունների օրը եւ ընտրությունների ամփոփման ընթացքում Ամերիկայի դեսպանին նույնիսկ համարյա ծեծելով հանել էին ընտրական տեղամասից։ Խնդիրը շատ հստակ է։ Մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակի տերն ենք կանգնելու։ Ինչ որ առումով կարելի էր համեմատել այդ Ղարաբաղյան շարժման ցույցերին, միտինգներին նույնպիսի համերաշխության մթնոլորտ, նույնպիսի ոգևորություն, որ երկիրը ուրեմն նորից հնարավոր է վերադարձնել ժողովրդավարական զարգացման ուղի, նույնիսկ տոնախմբության երևույթներ էին լինում, հա, երգ, պար, արտասանություն, ֆիլմերի ցուցադրում, գիշերները, խարույկներ, հիմա ընդունված է որպես վախացնելու եւ վատ երևույթ ներկայացնել, հա, այդ նարնջագույն հեղափոխությունները, բայց նաեւ կարելի էր դա նարնջագույն հեղափոխության մի ձև ասել։ Փետրվարի 26-ին գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրավաքի ամբողջ ժողովուրդը հազարներով եկավ Ազատության հրապարակ։ Հավաքված էր, չգիտեմ, քանի 100,000 մարդ։ Իշխանափոխությունը կայացած էր։ Իշխանությունը պարզապես անգործունակ եւ պարալիզացված վիճակում էր, հա։ Մեզ պատմում էին, որ ուղղակի իշխանությունը սկուտերի վրա էր վերցնել էր պետք։ Տեսեք, ովքեր են գալիս։
Համբերությունը ունի վերջ, քանի որ իրավապահ մարմինների նկատմամբ կարող է անվստահության վերաբերմունք ձևավորել, որի պրև իրենք չեն կարողանում կարգի հրավիրել օրինազանցներին։ Այդ ուժը կա, այդ հնարավորությունը կա, ուղղակի կրկնում եմ, գիտակցում ենք, որ մոլորված զանգված կա նաև այդ հրապարակի վրա։ Այն ժամանակ, որ ես արդեն վեր կացա, դեռ հրապարակ չէին մտել ոստիկանները, ասացին, որ մեքենաների հռնջյունը մոտակայքում բազմաթիվ մեքենաների լսվում էր, եւ կամաց մոտեցան, եւ ես հիշում եմ վահանավոր ոստիկաններ, որոնք շարվեցին ուղղակի բանի կողմից, Մաշտոցի պողոտայի կողմից։ Նրանք գնացին ծայրահեղ խախտման, օրենք խախտելով հարձակում սկսեցին գիշերը ավելի շուտ, երբ մութ էր։ Քրդատ օրենսգրքով պետք է ժառավության ժամը 7-ին իրավունք ունեին տեղանքի ուսումնասիրություն, այդպես ֆիկտիվ իրանց գործողություն իրականացնել, եւ սկսեցին ավելի շուտ։ Տեր-Պետրոսյանը հայտարարություն արեց, ասեց հիմա եթե ոստիկանները եկել են, նշանակում է իրանք ինչ որ ակնկալի խնդիր պահանջ ունեն, եկեք հասկանանք թե ինչ են նրանք ուզում։ Եվ ասաց, որ ոչ մի կոնտակտ ոստիկանների հետ, ոչ մի կոնտակտի չմտնել։ Կատարյալ սուտ է, երբ որ ասում են, որ հայտարարություն է հնչել, որ մենք եկել ենք այսինչ բանի համար, նրանք ոչ մի բանի համար չէին եկել, նրանք եկել էին բիրտ ուժով ցույցը ցրելու համար։ Եվ X պահից սկսեց հարձակումը ոստիկանների ցուցարարների վրա։ Գրոհայիններ մտան, կարամ ասեմ, չգիտեմ, սև շորերով, չգիտեմ ովին, ինչին, դենց էլ իմ համար անհասկանալի էր եւ անհասկանալի է մինչեւ հիմա։ Նրանց ներսում քնած մարդիկ անգամ չէին տեսնում, որ իրենց խփում են, որտեղ իրանք ներսում են, մի մասը քնած է կամ մի մասը դեռ արթնացել է տանուքից, ու նրանք դրսից հարվածներ են ստանում։ Եվ զուգահեռաբար այդ հարթակի վրա է եղած ամբողջ տեխնիկան, այսպես նպատակային գցում էին ցած ու ջարդում դինամիկները։ Այդ ամբողջ ոհմակը մեկուսացրեց Տեր-Պետրոսյանի պահակազորը Տեր-Պետրոսյանից, շրջապատեցին, մեկուսացրին։ Մարտի 1-ի լուսաբացի ես եւ Ալեքսանդր Արզումանյանը ուրեմն Կարապիլիչ սրճարանի ներքևի հատվածում էինք եւ մենք նույնիսկ քնած ենք եղել, այսինքն ականատեսը չենք եղել։ Եվ դեռ ավելին, երբ որ ուրեմն մեզ սկսեցին զանգարել եւ այլն արթնացանք, ասենք տղաները ասեցին, խնդրում ենք մնացեք այդտեղ դուրս մի եկեք, որովհետեւ հրապարակը ամբողջությամբ ազատված է, միայն դուք եք մնացել։ Արի այստեղ։ Մարդկանց հետապնդել են մինչև Կայրան, մինչև հրապարակ, մինչև տարբեր թաղամասեր եւ այդ որսը, մարդավորսը տևել է մի քանի ժամ։ Իսկ դրանից հետո 5000 մարդ է բերման ենթարկվել, մեզ տարել են ոստիկանություն, իմ ընկերներն էլ արյուն լվա էին, ջարդված էին, ես էլ եմ հարվածներ ստացել։ Դուք հարվածեցիք լրագրողների մոտ, այո։ Ես իմ փաստաբան պահանջելու իրավունքը մինչև այս պահանջը Մեզ էլ դեկշին բերին դեպի նախքին այդ ցումի մոտ, դեղից մինչև հրապարակ մենք եկել ենք ու տենց ես էլ պատերազմացած տղա պատկերացում եմ ժողովրդին դեմ ջարդում եմ, ոչ մի ձև չեմ կարող օգնել։ Առավոտ գիշերով արթնացած հեռախոսային զանգից, որ հարձակվել են նստացույցի մասնակիցների վրա, անմիջապես նստեցի մեքենան եւ
շարժվեցի եւ արդեն Մաշտոցի պողոտայով եւ երբ մոտենում էի օպերային, արդեն շրջափակված, մի կերպ ինչ-որ տեղ մեքենաս կայանեցի եւ ասացին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է։ Այս շակալներ, արա, գնալի չնեք խտում, արա։ Ծեծ ու ջարդով, հետապնդումից փախնելով, մարդիկ իջել, հասել էին մինչև Ֆրանսիայի դեսպանատան առջև։ Շաբաթ օրեր դուրս եկավ փողոց իրան ընկերների հետ, ոգևորված, բա չես իմանում ինչ եղավ, քաղաքապետարանի մոտ ինչ էր կատարվել, սա ոստիկաններ, բան, ժողովուրդ են հավաքվել գիշեր օպերայում, ժողովուրդին ծեծել են այս կողմենքով։ Ես գնացի։ Առավոտ ժամը 11-ին զանգին, բայց տեղի ձեր չկա, խնդրում ենք եկեք արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Միասնիկյանի արձանի մոտ, ոչ մեկը տեղ չել է, 11:30 ես եմ եկել տեղ, որ շրջափակել են, այնտեղ մի հատ ուազին ջարդ է ժողովուրդ, ու ուզում էին ջրցան մեքենա շորտային, 300 ոստիկանության աշխատակից մնացել են ժողովրդի մեջտեղ, որ ժողովուրդը արդեն գնում էր ամեն ինչ էլի։ Կոչ արի ժողովրդին, որ խնդրում եմ թող բաց թողեք, ես ոստիկանության ճանապարհ բացեք, թող ոստիկանության աշխատողները դուրս գան։ Այդքան էլ ապահով տեղ չէր Միասնիկյանի տարածքը, որովհետև օրվա մեջ տեսնում ենք, որ այնտեղ նաև ներքին զորքերի ստորաբաժանումների տրամադրության տեղած բռոնի մեքենա է հայտնվում, մարտական գնդացիր է վրան։ Բարիկադներ ստեղծեց ժողովուրդը, հավաքեցին բարիկադներ։ Ես մեջքս ցաված երկար կանգնելուց նստա տրելեբուսի մեջ։ Մոտավորապես ժամը 3-ն էր, եկա եւ Շահումյանի արձանի մոտ իջա եւ այնտեղից արդեն ոտքով միջև Միասնիկյանի արձան։ Այսինքն այդ տարածքը այդ ժամանակում գործնականում արդեն ցուցարարների հսկողության տակ էր։ Ամեն րոպե, ամեն կես ժամը մեկ կարող էր իրադրությունը փոխվել։ Կարող էին հաղթեին հարթակում կանգնած մեր հասարակության ակտիվ մասը, կարող էին հաղթեին ուժայինները, որտեղ այսպես կանգնած էին մեկ-մեկ ու դիմաց եւ դեռ որոշումը չկար։ Գերմանիայի դեսպանատանը, Գերմանիայի դեսպանի աջակցությամբ կազմակերպվեց Եվրոմիության բոլոր Հայաստանում գտնող դեսպանների հետ հանդիպում եւ ասուլիս։ Ես եւ Հրանտ Բագրատյան ներկայացրել ենք ամբողջ գործընթացը գիշերվա ամսի 1-ի եւ ինչ էր կատարում նաեւ ոստիկանական բաժանմունքներում, ինչ մարդավոր սուսպանդ էր, արյուն էր պատերին, հատակին, բոլորի վրա։ Որից հետո մենք վերադարձանք Ֆրանսիայի դեսպանատան կողքի հրապարակ։ Եվրոպայի առաջ երես են ձևացնում, թե իբր ուզում են խաղաղաբար այս հարցը կարգավորել, ապա մեր կողմից հարցը կարգավորողը Տեր-Պետրոսյանն է։ Ուրեմն հարցը խաղաղաբար ուզող կարգավորողը պետք է նրան անպայման ազատացնել։ Ազատություն! Ազատություն! Դիվանագիտական ներկայությունը Միասնիկյանի արձանի մոտ բավականին ներկայացված էին եւ այդտեղ էլ խնդիր կար, որ իշխանությունները ուժի կիրառման դեպքում պետք է ունենային որոշակի նաեւ համաձայնություն Եվրամիության դեսպանների հետ։ Վարված մեքենա կար։ Մի 4 հոգի անդադ խփում են այդ վարված մեքենայի դռանը, որ շղկոցել են։ Մոտիկացած երեխեք ասել, այս վարված մեքենան ցեզ ինչ չախանգարում, որ հասկացա, որ դրանք սադրիչներ են։
ուզում են աղմուկ բան ստեղծեին եւ այլ եւ այլ։ Հա, դրանք իմաստ տեսադաշտից հեռացան։ Հա։ Եկավ մի սև լքոտ տղա, սկսեց երիտասարդներին, բա գնանք տեսնենք, թե ինչ ա կատարում, բան, ես էլ հասկացա, որ դա էլ սադրիչ է։ Ես ասեցի գնա կազմի տես ովքեր են խոսում, լսի, մեր առաջնորդները ինչ կասեն, մենք նրանց պետք է ենթարկվենք, այլ ոչ թե քո ասածին, ուր է ժողովրդին տանը։ Խնդրանք, ոչ մի մասնավոր մեքենայի, ոչ մի բան չպակասի, խնդրում եմ, ամենապուճուր դետալ, մի խազ չլինի ոչ մի մասնավոր մեքենայի վրա։ Իրենք խնդիր ունեին մարդկանց դուրս քաշելու այդ տեղից եւ ըստ ամենայնի ես հետահայաց վերլուծելով իրենք այդ ավտոբուսների մոտակայքում այդ հրկիզում եւ այլն կազմակերպել են մարդկանց ուշադրությունը գրավելու, այսինքն նրանց պետք էր քաղաքական process-ից մարդկանց դուրս հանել եւ ցավոք ստացվեց, որովհետեւ այդ աղմուկ աղաղակի մեջ երբ որ մեքենային հրկիզում եւ այլն բնականաբար հետաքրքրասերների մեծ զանգված շարժվում է այդ ուղղությամբ եւ այդ ժամանակ նաեւ բարձրախոսների ցածր լինելու պատճառով ըստ ամենայնի հնարավոր չեղավ այդ կանոնը պահել։ Եթե այս գործարարքները ապօրինի շարունակվեն, նախագահ ստիպված կլինի արդեն բոլոր հրամանակները պատրաստ են հայտարարելու արտակարգ դրություն։ Ելույթից պահին սկսեցին կրակոցները։ Այդ կրակոցները, այսպես հիմա ականջից գալիս է, ոչ թե վախեցնում էին մարդկանց, այլ ավելի զայրացնում։ Եվ հենց որ գալիս էր բամփոստները կամ աղմուկը, ժողովուրդը ավելի բարձր ձայնով էր արձագանքում։ Կրակողը այդ մեքենայի հետևից դուրս էր գալիս կրակում զինվորների վրա եւ թաքնվում մեքենայի հետևից եւ իր վրա կրակել կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց կազմում, ովքեր առանձին լկտի սուտ, որովհետեւ ոչ մի զինված մարդ չի եղել եւ զինված բախում չի եղել, հա, մաքսիմում ինչ ունեցել են մարդիկ իրենց ձեռքին պաշտպանվելու համար ինչ որ փայտի կամ երկաթի կտորներ են եղել։ Զգացի մի հատ լուսարձակող դրանատ պայթեց, ամբողջ այդ Զաքյան փողոցը լուսավորվեց։ Հա։ Ու ժողովուրդը երիտասարդություն հիմնական գնաց առաջ։ Իսկ մենք մեծերս Միասնիկյան արձանի մոտ միտինգ գնենք։ Լսում ինչ են ասում, ինչ չեն ասում։ Երբ առաջին զոհը մեքենայի վրա դրված բերեցին, անցկացրեցին մեր կողքով չտեսնված բաներ էլի, որ փաստորեն սկսեցին ժողովրդի վրա կրակել։ Գիտեք երևի, որ հիմնական այդ սպանությունները, գործողությունները բավականին հեռու, հա, ձկան խանութի, շուկայի, Պրոշյանի այդ սկզբնամասում են եղել, իսկ մենք Միասնիկյանի արձանի դեսպանատան կողմն էինք եւ իհարկե ողջ պատկերը մենք չունեինք, թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում, հա։ Զանգում եմ նորից գորը երախոսին, զանգը գնում է, բայց պատասխանող չկա։ Վերջը պատասխանեց մի աղջիկ, ասավում է, որ զանգում եք վիրահատման սեղանին։ Ակասա խփել են իրենը հատուկ միջոցից Չերեմուխա 7 տեսակի զենք։ Չերեմուխա 7-ը միայն փակ տարածքներում կիրառելու համար էր։ Իսկ իրենք Չերեմուխա 7-ը կիրառեցին բաց տարածքում, որի անհրաժեշտությունը պարզապես չկա։ Դրա համար իրենք ունեն Չերեմուխա 4, որի կրակոցի արդյունքում ոչ մեկը չի մահացել։ Ակասա մի 40 մետր հեռավորության վրա ներքին զորքերի ոստիկան
դիմահար կրակում եմ տղայի ցախ Որովանյանի գլխավոր զարկերակին, որ միանում է սրտին։ Գնդակը ներսամտում, բայց այդպես մնում է երակի մեջ գնդակը։ Դրա համար եթե կտրվեր երակը 5 րոպեից արունը դատարկվում է մարդու եւ վсё մահանում է, բայց այդ գնդակը պահել էր։ Հիվանդանոցում վիրահատության ժամանակ դաժե այնտեղ գրած էր, եթե լիներ ռազմական բժիշկ, միգուցե զգուշ վերաբերվեր այդ գնդակի հետ, չպայթեր որի մեջ այդ գնդակը։ Հետո վիրահատության ժամանակ բժիշկը փաթել էր այդ գնդակը սպիտակ շորի մեջ, իր գրպանից անեց, ինձ ցույց տվեց, ասես սա ինչ է, ասավ առաջին անգամ եմ հանդիպում այս ձևի, ինչ-որ մետաղա, դետալա, բեկորա, ես էլ ասավ չեմ հասկանում սա ինչ է։ Ու ասավ շատ մեծ գազ է լցվել մեր օպերացիոն սեյնակում, լուսամուտները թողել ենք բաց, արցունքաբեր գազ էր, սաղից աշկերից արցունք էր թափում։ Դեսպանատան պատի տակ ուրեմն 6-7 հոգի մարդիկ են ձերբակալված, որոնցից մեկը որ ուզում է բարձրանա, ասում են պպզի արա, պպզի այսինքն ուտեղ իմ տղան է 5-րդը, որ ինտեղ հենց գնդակ արվում են։ Դրանից հետո ես արդեն բոլորը ծրվել էին տուն եմ գալիս եւ մեր շենքը շրջափատած էր։ Դա ակնհայտ մի անգամից երևաց, դա երևի առավոտյան 4-ի մոտ էր։ Լույսերը հանգցրեցինք։ Մանած լույսերով արագություն բացելով դեպի Քոչար ես փախա, արդեն պարետային ժամ էր։ Երևանից դուրս գալ, ներս գալ հնարավոր չէ։ Եվ հիմա առաջին անգամ կարող եմ ասել, ինձ մի ծանոթ ոստիկան, բարձրաստիճան ոստիկան հանեց Երևանից։ 9-10-րդ թուրներ սպեց ջոկատեկա։ Ես արդեն գիտի որ կոլոնավանը, որտեղ 3 հոգի կամ բարձրացան 9-րդ թար, այդպես խոսում եմ, ես ճիշտ ասած ուզում եմ ձենես բռնի, որ ժողովուրդն է, որ ինձ բռնել են։ Ու ես եկա առաջի հարկի տանք որ բարձրացան վրա, այդտենց վրա գոռացի բան, բայց Միքայելն ասում է գոռալով այդտենց ես էլա երկրորդ հարկի այդ հարթակի վրա պլաշատկի։ Որ գոռացից բնակիչները դուրն բացին տեղ բռին։ Ես ու Ալեքսանդր Արզումանյանը ուրեմն իրար հետ բան էինք Սարյանի փողոցում գտնվող մի բնակարանում էինք, մի պատուրը ծեծեցին, հայտարարեցին, որ ազգային անվտանգությունից է եւ այլն։ Բացեցինք, մարդիկ ներխուժեցին, ասենք, մեծ խմբով։ Հետագա որոշակի ժամանակահատվածը մենք ազգային անվտանգության մեկուսարանում անցկացրեցինք։ Ինձ թվում է, որ այդ մարտի 1-ը բեկումնային պահեր եւ դրանից հետո կարծես թե շարժման ղեկավարը կոտրվեց եւ դրանից հետո ըստ էության իմիտացիոն պայքար սկսվեց, հետո դա վերածվեց ընդհանրապես քաղբատարկյալների ազատագրման համար պայքարի։ Ընդհանրապես շատ մեծ լավություն արած կլնեն, եթե այդ մարդասպան ոստիկանին գտնեն, որ ես ամեն անգամ ոստիկան տենալուց չմտածեմ, որ հենց կարող է եւ սա լինի իմ երախու սպանողը։ Քոչարյանը մի հատ էստեվի նպատակ ուներ, որ անպայման պետք է լինեն զոհեր եւ անպայման պետք է լինեն երկու կողմից զոհեր։ Երկու կողմից զոհեր։ Ինչի համար պետք է լիներ այդ բոլորը, որպեսզի արտակարգ դրություն մտցներ Երևան քաղաքում։ Եթե զոհեր չունենայինք, նա արտակարգ դրություն չէր մտցնել։ Ակնհայտ ու հստակ է բոլոր մեքենաները վառել են իշխանությունները։ Ակնհայտ ու հստակ է դրանք ցուցմունքներով ապացուցված են, որ խանութների թալան իրենք են կազմակերպել։
ակնհայտ էր, որ իրենք ունեին պրովոկատորներ եւ մարդիկ, որոնք փորձում էին ժողովրդին տանել Լեոյի փողոցով դեպի պրեզիդենտական, որպեսզի հիմնավորեն իրենց մի շաբաթ առաջ քաշած թեզը, թե սա իշխանությունը բռնի ուժով զավթելու փորձ է։ Դիմում եմ մեր բոլոր համակարգացիներին, խնդրելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից։ Ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդության։ Հրամանագիրը ուժի մեջ է արդեն այն բանից հետո երբ հրապարակվեց։ Հրամանագիրը գործում է։ Այլ բան հնարավոր չէր անել այլևս։ Ասեմ, որ որոշումը այդքան հեշտ չի ընդունվել, ինչքան ոմանց կարող է թվալ։ Որոշումը ամբողջ օրվա ընթացքում օդի մեջ կախված է եղել։ Ու փորձ է արվել սպասել քիչ թե շատ կարգավորման։ Այդ ամբողջի միջից հրազենով կրակում են ոստիկանների վրա։ Սա ինչ արդարացում ունի։ Այդ փայտերն ու այդ ձողերը ինչ արդարացում ունեն։ Մեր խնդիրն է նա էր, որ ժողովուրդը չգնար պրովոկացիաների։ Եվ ժողովուրդը չգնաց պրովոկացիաների։ Եթե գնար, եթե այդպես լիներ, Լեոով, Պրոշյանով ժողովուրդը պետք է բարձրանար Բաղրամյան։ Իսկ եթե Բաղրամյան փողոցեն տանելու, արդեն այդտեղ իրավունք գնդակարելին մոտ 3-4-500 հոգի մինչև մարդ կսպանվեր։ Մսաղաց էր լինելու։ Եթե մեկը, հա, չեզոքություն պահեր, մեկը։ Իմացի, որ մարտի մեկ չի լինի։ Եթե Միքայել Հարությունյանը բանակը թույլ չտար մտներ այս բանի մեջ, մարտի մեկ չէր կարելներ։ Իրանք հասկացան, որ բանակ իրանց մեջքին է, ու այդ մայլի խուժանը քար լինի, թե ատրճանակ լինի, թե ինչ լինի, թե ուրիշ տեղից բերել, նրանք արդեն հանգիստ էին, որ իրանց հաղթել հնարավոր չի։ Իսկ եթե բանակի գործոնը հանում ես, իրանք լավ գիտեն, ժողովուրդը քարը կվերցնի, իրանց կհաղթի, որտեղ մասսան քրիտիկական գոյություն ուներ։ Բանակը մեզ պաշտպանելու համար է, այդ զորքը մեր երեխաներն են, այդ զորքը մեզանից յուրաքանչյուրից զավակն է։ Եվ բանակի չեզոքությունը միշտ զսպող գործոն է ունենում, որպեսզի քաղաքական զարգացումների մեջ մյուսները շատ չվազեն ուժի կողմը։ Մարտի 1-ի խարանը մաքրելը մեր ժողովրդի խնդիրն է։ Մեր իմ բոլորիս բարոյական պարտքը։ Հարկավոր է սա կասեցնել, մաքրել այս կեղտը, այլապես այն հիմք է լինելու հաջորդները կրկնելու համար։